Որովհետև ասում եմ, այդ գաղթականի հոգեբանությունը մեր միջից պետք է դուրս գա, որ մենք եկել ենք եւ այս երկիրը Հայաստանի Հանրապետությունը միջանկյալ կանգառա մեզ համար, մենք գնում ենք, մենք ինչ-որ տեղ գնում ենք, մենք չենք գնում ժողովուրդ, մենք տեղ ենք հասել, մենք տեղ ենք հասել, մենք տուն ենք հասել, մենք տուն ունենք, այդ տունը պետություն է, այդ տունը ազատ է, այդ տունը երջանիկ է, եւ առերեսվեք, լսեք, ժողովուրդ ջան, Հայաստանում այսօր բազմաթիվ հարցեր լուծված են։ Դուք երևի ինձնից ավելի լավ գիտեք այդ հարցերը լուծված են, թոշակ եմ ասում, դուք եք ստանում, առողջության ապահովագրություն եմ ասում, դուք եք ստանում, ուսուցիչների ատեստավորված ուսուցիչներ եթե կան, դուք եք ստանում, բայց ես գիտեմ, որ երկրում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծված չեն, բազմաթիվ, եթե ուրիշ բան եմ ուզում ասեմ, աշխարհում չկա այդպիսի երկիր, որտեղ չկան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծված չեն, չկա տենց երկիր, ժողովուրդ, չի լինում տենց երկիր, որովհետև երբ որ մենք մի խնդիր լուծում ենք, ցանկացած խնդիր, մեզ թվում է թե երբ որ մենք մի խնդիր ունենք, մենք այդ մի խնդիրը լուծեցինք, վերջ, հասանք տեղ, վերջ, մենք այդ խնդիր չունենք, բայց երբ որ մեր սեղանի մի խնդիր է դրած, մենք այդ մի խնդիրը ունենք, չի լուծվել այդ խնդիրը, այդ մի խնդիրն ունենք, չի լուծվել էլ այդ մի խնդիրն ունենք, մի ամիս չի լուծվել էլ այդ մի խնդիրն ունենք, 5 տարի չի լուծվել էլ այդ մի խնդիրն ունենք, 10 տարի չի լուծվել էլի մի խնդիրն ունենք, հենց մենք այդ խնդիրը լուծեցինք, 3 հատ նոր խնդիր է գալիս, որը մենք պետք է լուծենք, հետևաբար խնդիրների գոյությունը զարգացման հատկանիշ է, այլ բան է, մեր մոտ նոր խնդիրներ բացվում են, թե չեն բացվում, ես միշտ բերում եմ, այս օրինակը հասկանալի դարձնելու համար, բերում եմ այն մարդու օրինակը, որը ավտո չունի, ավտո չունես, մի խնդիր ունես, ավտո չունես, մի տարի չունես ավտո, այդ մի խնդիրն է, ավտո չունես, 5 տարի չունես ավտո, այդ մի խնդիրն է, ավտո չունես, 10 տարի չունես ավտո, այդ մի խնդիրն է, մի խնդիր ունես դու, ավտո ունենալու, հենց ավտո ունեցար, հիմա տնանք ինչ խնդիրներ, պետք է մտածես ոնց ես դու գանքներդ տալիս, որովհետև ինչքան լավ քշես պետք է դու գանես, պետք է մտածես ձմեռային, ամառային անիվների հարցը ոնց լուծես, պետք է մտածես ապա ոնց լուծես, պետք է մտածես գույքարկ ոնց լուծես, պետք է մտածես այդ ավտո որտեղ կանգառ անես, պետք է մտածես բենզինով ես քշելու թե գազով, բա որ բենզինի գինը բարձրացավ, եւ այլն եւ այդպես շարունակ, այսինքն երբ որ դուք չունեիք ավտո, դուք ունեիք մի խնդիր, երբ որ ունեցաք ավտո, այդ մի լուծված խնդիրը բերես 10 խնդիր, բայց դա կապ չունի, դա նշանակում է ձեր բարեկեցության աստիճանը լավացել է, եթե դուք ճիշտ եք վարվում, այդ չեմ ասում, եթե նոր ավտո եք առել, մեծ հավանականությամբ վարկով եք առել այդ ավտո, պետք է մտածես վարկը ոնց փակես, երբ որ չունեիր ավտո, չունեիր այդ վարկը, չունեիր այդ պրոբլեմը, ընդհանրապես քեզ հետաքրքիր չէր բենզինը 350 դրամ է, թե 720, ընդհանրապես հետաքրքիր չէր ապան ինչքան է, ընդհանրապես հետաքրքիր չէր տեխասմոտոր ունես թե չունես, ընդհանրապես հետաքրքիր չէր վարորդական իրավունքի բալ ունես թե չունես, ընդհանրապես հետաքրքիր չէր վարորդական իրավունք ունես թե չունես, բայց էլ եմ ասում, մեր մեծագույն խնդիրն է առերեսվել պետություն ունենալու երջանկությանը, եւ երբ որ մենք պանդուխտի հոգեբանությունից դուրս գանք, եւ հասկանանք, որ մենք գնալու տեղ չունենք, փնտրելու հայրենիք չունենք, ինչ ենք անելու մենք, հանդարտվելու ենք, եւ կենտրոնանալու ենք, մեր միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետրը, քառակուսի առ քառակուսի, այ ոնց որ մենք այսօր զբոսայգով անցանք, քառակուսի այլ քառակուսի, հարմարավետ, բարեկեցիկ, անվտանգ, խաղաղ, երջանիկ, տուն կառուցելու վրա, եւ մենք այսօր կառուցում ենք այդ տունը, եկեք այդ շինարարությունը կիսատ չթողնենք,